Պարոն Շարմազանով, ինչից սկսվեց ի վերջո այս բանավեճը երկու նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջև միջնորդավորված ասեմ, հեռավար ասեմ, եւ ինչու երկու նախագահների ջրերը մի առով չեն հոսում։ Հարցրեք նրանց, ովքեր որ սկսել են։ Ինչ նշանակում մի առով չեն հոսում։ Ովքեր են գնացել եթերում ասել, որ հանրապետականն է բերել Նիկոլին, Սերժն է բերել Նիկոլին։ Մենք 5 տարի շարունակ նմանատիպ կեղծ եւ սուտ շինծու լուրեր լսել ենք եւ մեր գործընկերները երկրորդի գրասենյակից կամ շրջապատից մշտապես ասել են, որ իրենք հրապարակային նման այդ հիմարությունների հետ կապ չունեն։ Բայց արի ու տես, հիմա մենք տեսնում ենք, որ նրանց ներկայացուցիչները գնացին եթերներում եւ այդ շինծու թեզը ներկայացրեցին։ Այսինքն ակնհայտ է, որ այդ կեղծ թեզը որտեղ է գեներացվել։ Հիմա սկսվեց, մենք ունենք մեկ օրակարգ, ես 100 անգամ ասել եմ, մեր օրակարգը, հանրապետականի օրակարգը նիկոլիզմի դեմ պայքարն է եւ Հայաստանի անկախ պետականության պահպանումն է։ Մենք այլ օրակարգ չունենք, նիկոլիզմի դեմ պայքարն է։ Բայց երբ որ մեր վրա քար անետվում, մենք պետք է ճշմարտությունն ասենք։ Պետք չի մեր վրա մեր մասին սուտ տարածել։ Ինչ վերաբերում է գնահատականներին, ապա մանրամասն բոլոր հարցերին պատասխանել ենք, ասել ենք, ով է բերել Նիկոլին, ինչպես է բերվել, 1000 անգամ ես իմ կարծիքն ասել եմ, որ 18 թվականին Հայաստանում տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, աշխարհաքաղաքական կենտրոնների ներգրավվածությամբ, մասնավորապես Թուրքիայի եւ գլոբալ արևմուտքի նախ եւ առաջ, եւ պատահական չէ, որ Իլհամ Ալիևն ասում էր, որ Սերժ Սարգսյանի հեռացման գործում հենց ինքը եւ Ադրբեջան պետությունը ունեցել լուրջ դերակատարում։ Այստեղ օգտագործվել է նաեւ ժողովրդին մանիպուլացնելու խնդիրը, նաեւ խնդիր է դրվել նաեւ օգտագործել այն ուժերին եւ նպաստել են այն ուժերը, ովքեր որ 10 տարի շարունակ ոչ առողջ եւ ոչ ազնիվ քննադատության են ենթարկել հանրապետականին։ Այսինքն կեղծիք եւ սուտ են տարածել։ Ինչի մասն է խոսքը։ Մենք մեր կարծիքն ասել ենք։ Պարոն Շարմազանov, ինչքան որ ես հետևեցի Քոչարյանի թիմակիցների տարբեր մեկնաբանությունները, Բագրատ Ագնեսա Խամոյանը, Լևոն Քոչարյանը, նրանք չեն պնդում, որ Սերժ Սարգսյանը, այսպես ասած, բանտիկով հանձնեց իշխանությունը Փաշինյանին կամ նա է բերել, բայց ասում են, որ ունենք բազմաթիվ հարցեր, օրինակ, ինչի նրա դեմը չառանօրինակ, ինչու չձերբակալեցին ռադիոտան այդ դեպքից հետո։ Այդ բոլոր հարցերին նախագահ Սարգսյանը պատասխանել է տարիներ առաջ եւ Դավիթ Սարգսյանի եւ Մհեր Մկրտչյանի տված հարցազրույցներում ծավալու եւ ասուլիսների ժամանակ։ Եվ պատվերով համերգ չի, որ իրանք երբ ուզեն, մենք իրանց տված հարցերին պատասխանենք։ Հարություն ունեցել է հարցեր, Սերժ Սարգսյանը բոլոր հարցերին պատասխանել է։ Իսկ եթե հարցեր ունեին, այդ որ թող մի անգամ մեծ տային այդ հարցերը։ Այդ 7 տարի հետո նոր հիշեցին, որ հարցեր ունեն, բայց որ հարցազրույցներ էր տալի նախագահ Սարգսյանը եւ Ղարաբաղյան հիմնահարցերին անդրադառնում եւ անդրադառնում էր 18 թվականի դեպքերին։ Բա ինչու չէին գալիս ասում, մենք ձեզ այդ հարցեր ունենք։ Ինչու՞։ Այդ որ մենք գնում ենք Ռոբերտ Քոչարյանի դատերին, Քոչարյանին պաշտպանելու, այդ ինչ չէին ինձ ասում, մենք ձեզ այդ հարցեր ունենք, այսօր եք գալի։ Շուտ չենք լսում այդ հարցերը։ Կամ մի հատ բարձ հստակ պատճառ իրենց գրասենյակում միգուցե որոշել են, ոչ թե միգուցե, այլ հաստատ որոշել են նոր ռազմավարություն եւ մարտավարություն, որի հիմքում ընկած է հանրապետական կուսակցությունից դիստանցավորվելը, ինչպես իրենք են ասում, տարանջատվել, աստված իրանց է թող տարանջատվեն։ Բայց Զազելշկան ինչու՞ էր 7 տարի թող տարանջատվեն։ Ո՞վ է իրանց ձեռը բռնել։ Իրանց բարի ճանապարհ, եթե տարանջատումն է Նիկոլ Փաշինյանի հեռացման ճանապարհը, թող տարանջատվեն, շուտ պետք է տարանջատվեն։ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը նաեւ ասաց, որ Քոչարյանի դեմ հակակարողություն։ Գիտեք, ես դրա մեջ մտել եմ, փաստերով թող խոսան։ Ինչ այդ 2018 թվականներին հակակարողություն Սերժ Սարգսյանի նկատմամբ չի եղել։ Այդ 2018 թվականին այդ կազինոները, Բադեն-Բադենները, 50-50-ները, Սաշիկի, այդ երբ է եղել։ Այդ 10 տարիների ժամանակ չի եղել։ Այդ որ հայտնի կայքերն են արել։ Ում հետ կապվածներն են արել։ Երկնում եմ, ովքեր են 10 տարի լուտանք թափել հանրապետականի ու Սերժ Սարգսյանի վրա, բայց մի գիտես ավելի լավ տղամարդավարի հանգիստ ասել ընկերներ ջան, մենք որոշել ենք ձեզ այդ ճանապարհ չանցնել, առնվազն ընդդիմադիր միասնական դաշտում, խնդիր չկա։ Մի ասեք մեր մասին սուտը, որ մենք թե չէ մենք ձեր մասին ճիշտ եք ասեք, մի ասեք էլի հանգիստ գնացեք ձեր համար ապրեք։ Ինչ է նշանակում իրանք են բերել Նիկոլին։ Խի չգիտենք ով է բերել Նիկոլին։
կրկնեցի Նիկոլին բերել են արտաքին ուժերը նախ եւ առաջ Թուրքիան եւ գլոբալ արևմուտքը, նպաստել են այն քաղաքական դերակատարները, ովքեր 10 տարի շարունակ 8-18 թվականին անազնիվ կերպով կեղծիք եւ սուտ են տարածել հանրապետականի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Սա իմ կարծիքը։ Հանրապետականը սխալներ ունեցել է, իհարկե ունեցել է։ Թերացումներ ունեցել է, իհարկե ունեցել է։ Արդյունավետ կառավարման այդ խնդիր ունեցել է, իհարկե ունեցել է։ Իրանք չեն ունեցել։ Աշխարհը մի ցույց տվեք մի իշխանություն, որը սխալներ չի արել։ Բայց կանգնել ու այդ ամեն ինչը ներկայացնել գցել հանրապետականի գրպանը առնվազն ճիշտ չի, բայց հիմա գիտեք մենք ավելի կարևոր հարցեր ունենք, էլի քան այդ 18 թվականի մասին խոսելը։ Կրկնում եմ 18 թվականի դեպքերի մասին 20 թվականին շատ մանրամասն 2-3 հարցազրույցներով ժամերով ներկայացրել նախագահ Սարգսյանը։ Եվ վերջին հարցը, որ ձեր ժամանակը չտանեմ, ինչու երկու նախագահները, ընդհանրապես բոլոր 3 նախագահները մի կողմ չեն դնում բոլոր տարաձայնությունները, բոլոր ամբիցիաները։ Այդ հարցերը մեզ չի ուղղված։ Մենք մշտապես խոսել ենք միասնության մասին եւ մեր նախագահ Սարգսյանը եւ մեր կուսակցությունը շատ հստակ ասել է, որ եթե ուզում ենք առարկայական ազատվել Նիկոլից, պետք է մտածենք ոչ թե իշխանության գալու, այլ իշխանապողության մասին։ Եվ 21 թվականի հանրապետականի համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը տվել է այդ բանաձևը՝ զրո ամբիցիա։ Պետք է քայլեր անել ոչ թե սեփական անձի իշխանության վերադարձի կամ սեփական անձի իշխանության գալու, այլ Նիկոլին հեռացնելու։ Սա է մեր բանաձևը եւ մնում է ուժի մեջ։